Պատերազմից 5 տարի անց հայկական բանակը դեռևս վերականգնման փուլում է, իսկ պայմանագրային համակարգը լիարժեք չի գործում։ Այս պայմաններում ծառայության ժամկետի կրճատումը կարող է բաց ստեղծել երկրի անվտանգության համակարգում։ Բացի այդ, առաջարկվող համակարգը սոցիալական արդարության հարցեր է առաջ բերում։ Արդյոք բոլոր ընտանիքներն ունեն հավասար հնարավորություններ ընտրելու ծառայության ձևը։ Ըստ Սարգսյանի ներկայացրած նախագծի 18 տարին լրացած տղաները կարող են վճարել 15 միլիոն դրամ ու ծառայել 6 ամիս։ Գումարով ազատմանը միշտ դեմ եմ։ Այլ հարցը, երբ որ կան մարդիկ, որ ժամանակին խուսափել են, ասենք հիմա չգիտեմ 30 տարեկան են կամ չգիտեմ 40 տարեկան են դրսում են մնացել, ծնողները տարել են, բերել են, բան չեն անում։ Միգուցե կարելի է այդ միայն համակարգի մեջ դիտարկել։ Մինչև որոշում կայացնելը կարևոր է հստակ գնահատել մեր սահմանների իրական պատկերը, բանակի հնարավորությունները եւ միջազգային փորձը։ Բանակը պարզապես ծառայություն չէ, ասում են զրուցակիցներս, դա երկրի գոյության ողնաշարն է, իսկ երբ կրճատում ենք այդ ողնաշարը, առանց նոր հիմքեր ապահովելու, վտանգում ենք ոչ միայն այսօրվա, այլև վաղվա խաղաղությունը։